Բարև ձեզ, ժամը 19:00-ի դրությամբ ձեզ համար առանձնացրել ենք հետևյալ լուրերը, տաղավարում է Քնարիկ Սահակյանը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է վաղ առշաբաթ խոշորացված համայնքում նախօրեին կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները բոլոր 47 ընտրատեղամասերից։ Ամենաշատ թվով ձայները ստացել է քաղաքացիական պայմանագիրը 15298 քվ, որը ձայների 48.5%-ն է։ Երկրորդ տեղում հաղթանակ կուսակցությունների դաշինքն է, որը ստացել է 10051 քվ, կամ ձայների 31.9%-ը։ Անցողիկ շեմը հաղթահարել է նաև նորաստեղծ Մայր Հայաստան կուսակցությունը, որը ստացել է ձայների 5.4%-ը։ Ընտրություններին մասնակցող մնացած 5 ուժերը անցողիկ շեմը չեն հաղթահարել, չնայած դրանցից մի քանիսը բավականին մոտ են եղել դրան։ Նոր գումարման ավագանիում ԿՊԸ-ն կունենա 19 մանդատ, հաղթանակը 12, Մայր Հայաստանը 2։ Սա նշանակում է, որ ԿՊԸ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանը միանձնյա համայնքապետ կդառնա, առանց որևէ ուժի հետ կոալիցիա կազմելու։ Նախնական արդյունքներով բուն առշաբաթ քաղաքում Արգիշտի Մեխակյանը եւ նրա գլխավոր մրցակցի Սևակ Խաչատրյանի ստացած ձայների տարբերությունը չնչին է, այն ավելի մեծ է եղել Խոյում, որտեղ առաջատարը ԿՊԸ-ական թեկնածուն էր։ Վաղարշաբաթ համայնքը խոշորացվեց ընտրություններից ամիսներ առաջ եւ համայնքապետի ղեկավարի պաշտոնակատար նշանակվեց Արգիշտի Մեխակյանը։ Դեռ այն ժամանակ ընդդիմադիրները պնդում էին, որ այդ խոշորացումն արվել է, որպեսզի ԿՊԸ-ն Մեխակյանին առաջադրի համայնքի ղեկավարի պաշտոնի համար, օգտագործելով նրա Խոյում ունեցած հեղինակությունը։ Նիկոլ Փաշինյանն էլ վաղ առավոտյան ֆեյսբուքյան գրառմամբ շնորհավորել է ԿՊԸ-ական թեկնածու Արգիշտի Մեխակյանին, ընդգծելով, որ ընտրողները վստահություն են հայտնել քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը եւ դրա քաղաքական ռազմավարությանը։ Շնորհավորում եմ Արգիշտի Մեխակյանին վաղարշաբաթ խոշորացված համայնքի ղեկավար ընտրվելու առիթով եւ վաղարշաբաթցիներին համեստ, բայց որպես կառավարիչ իր աշխատանքի արդյունավետությունը ապացուցած Մեխակյանին ընտրելու առիթով գրել է նա։ Փաշինյանն այնքան է ոգևորվել ԿՊԸ-ի այս հաղթանակից, որ եզրակացրել է, թե վաղարշաբաթի բնակչությունը սրանով աջակցություն է հայտնում իր հակաեկեղեցական արշավին։ Ըստ նրա, այս ընտրությամբ քաղաքացիները լիցք են տվել Մայրաթոր Սուրբ Էջմիածինը վեհափառից այսպես կոչված ազատելու գործընթացին։ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է նաև Հայաստանի բոլոր քաղաքացիներին, այս արդյունքը որակելով որպես 2026 թվականի համապետական ընտրությունների հնչյուն նախերգանք։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հաղթելու է 26 թվականի խորհրդարանական ընտրություններում, պնդել է կառավարության ղեկավարը։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր այսօրվա նոյեմբերի 17-ի նիստում որոշում կայացրեց չեղյալ հայտարարել ՀԵՑ-ի Տաշիր Կապիտալ ընկերությանը տրված լիցենզիան։ Որոշմանը կողմ է քվեարկել հանձնաժողովի 4 անդամ դեմ 1-ը։ Դեմ քվեարկողը ԱԺ նախկին падգամավոր Հայ հեղափոխական դաշնակցության նախկին անդամ Արա Նրանյանն է, ով այս պաշտոնում ընտրվել է խորհրդարանական ընդդիմության քվոտայով։ Նշենք, որ այսօր արդեն 3-րդ օրն է, որ ՀԾԿՀ-ն շարունակում է Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության էլեկտրաէներգիայի բաշխման արտոնագիրը չեղյալ համարելու օրակարգով իր նիստը։ Տաշիր ընկերությունների խումբը պատկանում է Սամվել Կարապետյանին, ով ձերբակալվել է Հայաստանում պետական հեղաշրջման կոչ անելու մեղադրանքով։ Կարապետյանը եւ նրա կողմնակիցները հերքում են այդ մեղադրանքները, իշխանությունների գործողությունները որակելով որպես հետապնդում եւ հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված արշավի մաս։ Դեռ նոյեմբերի 11-ին ՀԵՑ-ի վերահսկիչ կոմիտեն այս որոշումն անվանել էր ընկերության բռնի զավթում, զգուշացնելով, որ դրա համար վճարելու է հանրությունը։ Իշխանություններն էլ իրենց հերթին քննարկում են Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲ-ի ապագայի երկու սցենար՝ ազգայնացում եւ մասնավորեցում, ընկերության կառավարմանը կառավարության մասնակցությամբ։ Հայ-ամերիկյան աշխատանքային խմբերը սկսել են աշխատել Վաշինգտոնյան համաձայնագրերի իրագործման եւ Թրամփի ուղու զարգացման համար։ Այդ մասին հայտնի է դառնում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էլիսոն Հուքերի եւ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հանդիպման մասին կառավարության տարածած հաղորդագրությունից։ Ըստ պաշտոնական աղբյուրների, ամերիկյան կողմից աշխատանքային խումբը կգլխավորի պետքարտուղարի տեղակալի օգնական Սոնատա Քալթերը, որը վերահսկում է նաև Ռուսաստանի եւ Կենտրոնական Եվրոպայի քաղաքականությունը։ Ավելի վաղ Քալթերը զբաղեցրել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցերով խորհրդականի տեղակալի պաշտոնը։ Պետդեպից հոկտեմբերին հայտնել էին, որ ԱՄՆ կառավարությունը
նախարարությունը նախատեսում է մինչև այս տարվա վերջ առաջին աշխատանքային խմբերը ստեղծել Ադրբեջանի ու Հայաստանի հետ։ Հայտնի չէ նաև, թե արդյոք ստեղծվել է նաև ամերիկա-ադրբեջանական աշխատանքային խումբը։ Էլիսոն Հուքերը Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում շեշտել է, որ Միացյալ Նահանգների ու Հայաստանի միջև շարունակական համագործակցությունը զուգորդված Հայաստանի և Ադրբեջանի միջև լիարժեք խաղաղության համաձայնագրի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ առաջընթացի հետ խոստանում է բացել Հարավային Կովկասը որպես կենսականորեն կարևոր առևտրային ուղի։ Նրա համոզմամբ սա կստեղծի նշանակալի օգուտներ և ամերիկացի և հայ ժողովուրդների համար։ Փաշինյանն ու Հուքերը քննարկել են Վաշինգտոնյան պայմանավորվածությունների իրականացմանը, աշխատանքային խմբերի գործունեությանը և TRIP նախագծի իրականացմանն ու առաջիկա ծրագրերին վերաբերող հարցերը։ Հակակոռուպցիոն դատարանն առավոտյան ժամը 10-ից քննում է քննչականի միջնորդությունը բարերար Սամվել Կարապետյանի կալանքը ևս 2 ամսով երկարաձգելու մասին։ Քննչականի միջնորդության հիմքը նույնն է՝ Կարապետյանն ազատության մեջ կխոչընդոտի գործի քննությանը։ 5 ամիս կալանքի տակ գտնվող Կարապետյանի փաստաբաններն անհիմն են որակում քննչականի պատճառաբանություններն ու դատարանին առաջարկելու են կիրառել այլընտրանքային խափանման միջոցներ, այդ թվում գրավ։ Արդեն 5 ամիս ճաղերից այն կողմ գտնվող Սամվել Կարապետյանը իրավապահների թիրախում հայտնվեց այն բանից հետո, երբ հրապարակային աջակցություն հայտնեց հայ առաքելական եկեղեցուն։ Ինչ կարծիք ես պետք է ունենամ, եթե մի փոքրիկ խմբակ մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա, քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն, եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին։ Մեկ րոպեանոց այս հայտարարությունից ժամեր անց նրան մեղադրեցին իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար։ Հետո ևս 2 հոդված ավելացրին հարկերը տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը, ինչպես նաև փողերի լվացումը։ 152 օր անազատության մեջ գտնվող Կարապետյանն ու նրա փաստաբանները մեղադրանքը համարում են քաղաքական հետապնդում։ Դատարանը դեռևս որոշում չի կայացրել։ Դատախազը հաստատված մեղադրական եզրակացությամբ այսօր դատարան է հանձնել Ոսկեհադ բնակավայրում նախընտրական քարոզչությունը խոչընդոտելու մեջ մեղադրվող ամենայն հայոց կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանի և նրա որդու համբարձումի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը, հաղորդում է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը։ Քննչական կոմիտեի պնդմամբ հայր և որդի Ներսիսյանները նոյեմբերի 1-ին խոչընդոտել են Արմավիրի մարզի Վաղարշապատ խոշորացված համայնքի նոյեմբերի 16-ի ընտրություններին մասնակցող Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչների նախընտրական քարոզչությունը Ոսկեհատում հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով պահանջել են հեռանալ։ Դատախազը նոյեմբերի 2-ին հանրային քրեական հետապնդումներ է հարուցել Ներսիսյանների նկատմամբ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով մի խումբ անձանց կողմից քարոզչություն կատարելուն խոչընդոտելը, որով սահմանված պատիժը 3-ից մինչև 6 տարի ժամկետով ազատազրկումն է։ Գևորգ և Համբարձում Ներսիսյանները կալանավորված են։ Ներսիսյանների փաստաբանը հարուցված քրեական գործը որակում է անհիմն ու շինծու։ Այո, սա ուղիղ ճնշում է կաթողիկոսի վրա, ակնհայտ երևում է, որ սա կապ ունի հենց կաթողիկոսի հետ, այսինքն հայ առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ ճնշումների մասին է խոսքը, և սա հակաեկեղեցական հերթական քայլն է, հայտարարել էր Արա Զոհրաբյանը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, թե Ուկրաինայի արևելքում ևս 3 գյուղ է գրավել։ Հայտարարության համաձայն գյուղերը գտնվում են Դնեպրոպետրովսկի, Դոնեցկի և Խարկովի մարզերում։ Պաշտոնական Կիևը դեռևս չի մեկնաբանել այս պնդումները, անկախ աղբյուրներից ևս դրանք հնարավոր չէ ստուգել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հրապարակած տեսանյութերում սակայն երևում են օդային հարձակումների հետևանքով գրեթե հողին հավասարեցված բնակավայրեր, որտեղ փոքրաթիվ բնակիչներ են մնացել։ Այս պահին ամենալարված մարտերը Պոկրովսկի ուկրաինական զորքերի մատակարարման հիմնական լոգիստիկ հանգույցի համար են։ Ուկրաինան ավելի վաղ ընդունել է, որ հարյուրավոր ռուս զինվորներ արդեն մտել են քաղաք։
Այսօր նոյեմբերի 17-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 1-ի սահմաններում Երևան-Երեասխ ավտոճանապարհի ոսկե տափ բնակավայրի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչ 44-ամյա Արմեն Հ-ի վարած Dodge Magnesh-ի ավտոմեքենան եւ Արագածոտնի մարզի բնակիչ 40-ամյա Վախթանգ Ս-ի վարած Hovo Magnesh-ի բեռնատարը։ Բախման հետևանքով Dodge-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ հայտնվել դաշտում, ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամփյանը, վթարի հետևանքով Dodge-ի ուղևորը տեղափոխվել է ՎԴԻ բժշկական կենտրոն։ Վթարի փաստով ՎԴԻ քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության ՎԴԻ բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Դե ինչ այսօրվա համար այսքանը, առողջ եղեք, մինչ վաղը։